բարի լույս, սիրելի ժողովուրդ, այսօր դեկտեմբերի 27-ն է, մի քանի օրից կփակենք 2023 թվականը, եւ ձեր հետ ինչպես միշտ եթերում է հանրային ձայնը։ Այսօր նախատեսված չէր հանրային ձայն, կապված երեկվա իրադարձությունների ֆոնի վրա, ես չգիտեմ խի երեք տենց շատ էմոցիոնալ եւ ներվային տարա։ Դա երևի խոսում է նրա մասին, որ դեռ որպես քաղաքական դեմք, քաղաքական գործիչ այդքան չենք հասունացել, շարունակում ենք մնալ որպես զինվորական, իսկ զինվորականները իրենց բարոյական կերպարով տասնապատիկ, 20-ապատիկ անգամ ավելի մաքուր են, ավելի արդար են, ավելի ուղիղ են, քան այն անձինք, ովքեր որ վաղուց գտնվում են քաղաքականության մեջ։ Մենք եւ էմոցիոնալ ենք, եւ բռնկուն ենք, եւ ամեն ինչ նայում ենք, այսպես ասած, միանգամից արձագանքելու, պատժելու, ոչնչացնելու միտումով։ Իհարկե մենք մի փոքր ուշոտ կանդրադառնանք դրան, մենք այսօր ունենք մի շարք հետաքրքիր բացահայտումներ, թեմաներ, որը ոչ չէինք կարող թողնել մեկ օր վրան անցնի։ Ինչևից է, պարոն Աբազյան, Անդո, Տհաճմարտ, Սասուն, Վայեղազարյան, Բոզի տղեկի հավաքածու, Արգեշտ եւ Ազատուհի տեղում են, Քրիստիկը եւ Ռոզիկը նույնպես։ Այսօր մի փոքր նյարդայնացած եմ տրամադրությունս ինչի, բայց կփորձենք, որպեսզի մեր բացական տրամադրությունը չփոխանցենք հեռուստադիտողին, ինչպես հեռուստադիտողն է իր բացական տրամադրությունը օրը մի հազար հոգի ամբողջ այդ նեգատիվը ղրգումին վրա։ Ներս հրավիրենք այսօրվա մեր հյուրերին։ Բնականաբար Երևանի քաղաքապետ Տիգրան Ավենյան Սիսի, Տարոն Մարգարյան, Հայկ Մարության եւ ոմն Լուսինե Սարգսյան։ Լուսինե Սարգսյանը թողանստի Տարոն Մարգարյանի եւ Հայկ Մարությանի մեջտեղը։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ. Պաշտպանության նախարար ուսուցչուհի Սուրեն Պապիկյան, Ռոբերտ Քոչարյան, Արմեն Գևորգյան, Մայրապետյան Սամվել, դուք իրեքդ միան, Արարատի քաղաքապետարանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար կազմը նույն ինքը Պուպուլիկ, Ռոմանոս, պարոն Աբազյանն էլ ստեղը։ Մեր աշկյան, ես մի հատ բան նայեմ և անցնենք ես պրոստը չասցրեցի։ Так, եդը Նիկոլ Փաշինյան, եկեք նստեք, Իշքան, 3 միլիոն, Սայլ հսկացա, մի րոպե։ Լավ։ Թույս ամենա։ Նստեք, այսօր բանը գագոն չկա, գագոյին ես այսօր հանգիստ եմ տվե, թեմա չկա գագոյի վրա, ես խոմ գագոյի դևի ծնգած չեմ։ Նախ այսպիսի մի հատ նորություն, գոյություն ուներ
գոյություն ունի նորից գոյություն ունի Երևանի քաղաքապետարանի մի աշխատակցուհի Լուսինե Սարգսյան, ով հանդիսանում էր, միգուցե հիմա էլ հանդիսանում է, չգիտեմ, Տարոն Մարգարյանի սիրուհին, որը Հայկ Մարությանի ժամանակ հեռացվել էր քաղաքապետարանից։ Սակայն Լուսինե Սարգսյանը ունենալով հոգատար boyfriend-նի բանը Սիսին ասում է, ինչ էր ասում երեք ավականունիստի ժամանակ, ասում է ես չեմ հանդուրժում կամ չեմ ընդունում, երբ որ մտնում են մարդու անձնական կյանք։ Օհոյ։ Ուրեմն լավ, հեսա կանադառնամ ես քեզ բոզի տղա։ Հա, ինչ է ուզում ասեի։ Հա, հեռացվել է քաղաքապետարանից։ Նու, այդ ունենալով նորմալ boyfriend-ներ, գնաց է դիմել դատարան։ Դատարանով Լուսինե Սարգսյանը վերականգնվել է, այսինքն Հայկ Մարությանի բանը որոշումը ճանաչվել է ապօրինին, եւ Լուսինե Սարգսյանը, ես ոնց հասկանում եմ, դատարանով վերանշանակվել է իր հաստիքի վրա։ Ոնց հասկացա աշխատակազմում քաղաքապետի, այսինքն ընկեր Սիսի։ Ես ուզում եմ հարց տամ Հայկ Մարությանին։ Հայկ Մարության, գիտես ինչ, մի բանը խաղալ քաղաքապետ, որպես դեր, կամ խաղալ քաղաքական գործչի կերպար, մի բանը լինել քաղաքապետ եւ իրականում կառավարել Երևան քաղաքը։ Երևան քաղաքը, եթե վերցնում ենք մեծ համաշխարհային խոշոր նշանակություն ունեցող քաղաքների համեմատ, Նյու Յորք, Մեխիկո, Մոսկվա, Փարիզ եւ այլն, Երևանը ընդամենը մի փոքր թաղամաս է, նամանավանդ Նյու Յորք։ Երևակայի Մանհեթենը Երևանից մեծ է, հա ինչ է, մի քանի անգամ, մենակ Մանհեթենը։ Եվ անգամ մարդուն աշխատանքից ազատելը, դու պիտի դու իսկի մարդ չես կարացե գործից ազատես։ Հասկանում ես։ Դու ունեցես ազատե, որ այս մարդը գնացել է տունը նստել է հերիք չի տարիներով։ Հիմա պետական բյուջեից 8 միլիոն դրամ փոխհատուցում է ստացել ընկեր Լուսինե Սարգսյանը։ Տունը նստե, կոֆե է խմե, Տարոնի հետ շինվել է, գլգլե է, գնացել է կինո, թատրոն, Մոսկվա, Դուբայ, չգիտեմ որտեղ արեք, ֆռացել է յամա։ Ու հիմա Հայաստանի հարկատուների հաշվի մի մարդով տարիներով շարունակ ոչ մի բան չարե, դատարանը որոշել է, որ 8 միլիոն դրամ դες մարդուն պիտի տաս հերիք չի հետագալի իա պաշտոնի վրա։ Ես դատավորին բան չեմ ասում, կատեգորիկ, որովհետև քո նման անգրագետ բոզի տղեն դաժե մարդ ազատելու ձև չգիտի։ Այն հիմնավորմամբ ազատի, որ այդ մարդը, չգիտեմ, դատարանել գնա, սահմանական դատարանել գնա, եվրոպական դատարանել գնա, չկարողանա նորից հետ գա, նույն պաշտոնի վրա։ Նույն ձևը դու արեցիր սանիտեկը, այն զիբիլ հավաքող կամպանիան, ինձ ասում էին 500 միլիոն դրամ, ինչ 500 միլիոն, 6 միլիոն դոլար։ Լոնդոնի արբիտրաժ դատարանը որոշել է, որ քո կայացած որոշումը բոզի տղություն է, եւ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է 6 միլիոն դոլար փոխհատուցել սանիտեկին։ Ու դու հելը եկել էիր Երևանի քաղաքապետի նիստին, քո ժեստիկուլացիայով ասում ես բանը Սիսի բոզի տղեն ծախսել է, այսքան ես ծախսել եմ, այսքան ցմա եւ այլ։ Հա, ատե մալադեց։ Դու ծախսել ես 900 դրամ, այս բոզի տղեն ծախսել է 80 քանի միլիոն դրամ։ Բայց միայն սանիտեկով, որ Երևան քաղաք ծծում։ Չո։ Դու որպես բոզի տղա քաղաքապետ լիմիտը տվե հելել ես։
Գումարած այսենց երևույթներ, ես նորից եմ ասում, տղա ջան, ընկեր արտիստ, ուրիշ բան է, խաղալ, ինչ-որ մի պաշտոնյայի, դա կլինի քաղաքապետ, դա կլինի, չգիտեմ, վարչության պետ, դա կլինի պրեզիդենտ, ուրիշ բան է լինել քաղաքապետ կամ պրեզիդենտ կամ վարչության պետ։ Կյանքում, պետական հիմնարկությունում, քո չափահաս տարիքում չաշխատած մարդը 45 տարեկան եւ մեկ էս կուլիկ գալ են գնումա պետական հիմնարկի գլխին, չի կարող նորմալ կառավարել։ Էդի գրուկ պեչատու կա, ով ուզում է լինի։ Եթե մարդ երբևիցե 20 քանի տարեկանից սկսած մինչև 30 եւ այլ չի աշխատել պետական համակարգում։ Ես շնորհավորում եմ Լուսինե Սարգսյանին, Տարոն Մարգարյանի քազին աշխատանքի վերականգնվելու կապակցությամբ։ Հիմա հետարքիր է ինչ անելու Սիսին Լուսինե Սարգսյանի հետ։ Գլգլը թե հիմա էլ նորից պիտի ազատեն, մարդու ազատելու աշխատանքից ազատելու ձև չգիտեք, բոզի տղեկ։ Ես հեսա հաղորդման հատվածում մի հատ նորից կանդրադառնամ ձեզ, ստեղ տնենք կետիկ։ Անդառնանք բողոքներին։ Զանգարում ենք Տիգին Հրանուշին, Հրանուշ Հակոբյան չէ, Հրանուշ Հարությունյան։ Փոխանցի այդ կնոջը, որ զանգը մեն այկնիկ վեկալ, համ համարը տալմա, համ անջատմա։ Если вообще գոյություն չունի։ Ալո, բարև ձեզ, Կարեն։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան։ Դուք նորից ձեր բջջային հեռախոսը համարը անջատալ եք, այդ 77 44։ Լսում եք, պարոն։ Ես ձեզ լավ եմ լսում, ասում եմ դուք նորից ձեր բջջային հեռախոսն անջատել եք։ Հիմա զանգում եմ, զանգ չի գալի, դամար զանգեցի մեսենջերով, պատաման հիշեցի, որ դուք բողոքի։ Անջատած չի, պարոն։ Բա որ անջատած չի, ալամ աշխարհին զանգ գնում է, քո հեռախոսին զանգ չի գալի։ Մոտս պահել է։ Լավ ասա, եթերում ես։ Ես իմ հայրիկի համար եմ հարադառնում, տոսակ ձեր լսարանը լսել, Սուրբ Գրիգոր լուսավորություն վիրահատություն են արել, որ դիալեզի հասնի։ Արդեն այդ կարել չորացել է, որ պետք է հասնի դիալեզի, երեք հիվանդ գնացել ենք մեր այս դիալեզի կենտրոնը։ Ձեր դիալեզի կենտրոնը ո՞րն է։ Արտաշատ քաղաքի։ Բա ներկայացի Արտաշատ, քաղաք Արտաշատ։ Մամա, տովա, ծնողի տանուն ազգանունը, մի րոպե։ Նազարյան Իրա Լևայ։ Հերթով, Նազարյան Իրա թե Իրինա։ Իրա, ռոյո, Իրա։ Իրա, Լովայի։ Ձեր Արտաշատում կա դիալիզ, գնացել եք դիալիզ, հետո։ Գնացել ենք դիալեզ, բժիշկը, դիալեզի բժիշկը, թևը բացել ենք նայելա, ասելա ամեն ինչ նորմալ է, կարա ասնի դիալեզի, բայց մեր մոտ տեղ չկա, կարող ենք մենք հերթագրենք, հիմա մի օր իսկ կլի 1 տարուց, 2 տարուց, պետք է գնանք մասին։ Երևան Սուրբ Գրիգոր։
Ես էլ իրան ասում եմ ամիսը 200,000 ոնց տա տաքսի։ Ես էլ կա չեմ աշխատում, ասում եմ, բա որ առաջ չկար արտաշատում դիալեզի կենտրոն։ Մարդիկ ոնց էին երթում։ Առաջ вообще հիվանդանոց էլ չի եղել, հետո մարդիկ ուխտերով հետո էին, հետո պարող ու կասա, նույն բանը ես ասիմ, մարդիկ տուն էին ծախում, վարկ էին վերցում, ասիմ, խի պետք է ապարատը մի հատ ավել չլինի, արտաշատի հիվանդը արտաշատում գնա, օրը մեջ, 3 ժամով։ Ես ասեմ, որ նմանատիպ իրավիճակ մենակ Արտաշատ քաղաքում չի, որ չկա, այսինքն մի ամբողջ քաղաք չունի դիալիզ։ Նույն իրավիճակը Բերդ քաղաքում է, երբ որ Բերդից մարդիկ 68 հիվանդ դիալիզով իջնում են կամ Նոյեմբերյան, կամ Իջևան։ Փաստորեն նույն իրավիճակն էլ ստեղ է, այսինքն ձեր մոտ է։ Իսկ ձեր Արտաշատի պետք է տեղ բացվի։ Հա։ Ինձ ասում է պետք է տեղ բացվի, բայց դե հասկանալի է ոնց է տեղ բացում, եթե իրոք չկա, չի խաբում, այսինքն դիալիզը ցմա մարդը ստանում է, պետք է մի քանի հիվանդ, մի հիվանդը երազի, որ մյուս հիվանդը մեռնի, որ տեղ բացվի։ Այդպես է դիալիզն է։ Ուրեմն պետք է կամ ապարատ առնի։ Իսկ ես մի հատ հարց տամ ձեզ, դուք ընտանիքով քանի հոգի եք։ 6 հոգի։ 6 հոգի, չէ, բան, չափահասի նկատի ունեմ։ Չափահաս Դու, մամատ 5 հոգի։ 5 հոգի, ահա։ Ես, մամաս, քուրս, աղբերս, իրակինը մեկ է իր երեխաները։ Ահա, իսկ ես մի հատ անհամես հարց, ընտրությունների ժամանակ ձեր տեղի քաղաքապետ, մարզպետ կամ հանրապետական 2021 թվին, որ Նիկոլը մանդատ էր ուզում բանը փոխպատե, դուք ում եք տվել ձեր ձայնը, Նիկոլ Փաշինյանին։ Ես վարչապետի խորհրդարանի ընտրությունների վաղ ձեզ եմ մտրել հանրային ձայնին, իսկ Արտաշատի քաղաքապետի ընտրություններին չեմ գնացել вообще։ Չեք գնացել։ Լավ, ուրեմն այդ բժշկի անուն ազգանունը ո՞նց է։ Կասար հետևում եմ ես 3 տարի, ձեզ հետևում եմ ասենք։ Այդ բժշկի անուն ազգանունը ո՞նց է։ Դիալեզի։ Հա։ Եթե անունը կարող է սխալում, ոնց որ Արման Գուրգենովիչ։ Մի րոպե նշեմ իմ մոտ։ Գագիկովիչ։ Գագիկովիչ, թե Գարիկովիչ։ Ոնց որ Գագիկովիչ է։ Լավ։ Մի րոպե ստեղ գրեմ Արտաշատի հիվանդանոց։ Բուժկենտրոն։ Իսկ դու Չէ, սկճարեմ բան է, Արտաշատի բուժկեն։ Ինչ եք ուղարկել։ Պոլիկլինիկայի համարները դա պարզ է, հիմա չեն աշխատում, քաղաքապետարանի համարները, մարզպետարանի։ Մենք կփորձենք ոչ իմ կապնվենք եւ մարզպետարան եւ քաղաքապետարան հասկանալու համար թե մի ամբողջ մարզ ունի ընդամենը մեկ դիալիզի ապարատ։ Իսկ մի րոպե Արարատ քաղաքում, Արարատում, Մասիսում չկա դիալիզ։ Մասիսում տեղա չէ, որելներ ընդեք ասեց երկրորդ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, իմ իմանալով չկա, որտեղ որելներ կասեր Մասիս գնացեք, կամ Արարատ։ Հասկացես։ Ավելացնելու բան ունեք։ Իհարկե։ Ես թող ձեր մեծ լսարանը լսի, ես եմ ձեր լսարանից, այս քանի տարի։ Դիմում եմ քաղաքապետ Կարլեն Մկրտչյանին, որ ասեք մեկ այդ կատարի դիալեզի կենտրոն կլինի, քաղաքում ուրիշ ոչ պետական կենտրոններ, տենա ոնց են աշխատում։ Իսկ եթե այդ հացը ինքը չլուծեց մոտակա ժամանակներում, թող ասեք իր աշխատածը դեղի փող դառնա իրան, այդքան բան։ Շատ հիանալի բարեմաղթանք եւս միանում եմ դրան։ Եղավ, շնորհակալություն։ Հաջողություն ձեզ։ Ուրեմն սա էլ արդեն որերորդ քաղաքն է, մենք արձանագրում ենք, որ չկա դիալիզի ապարատ եւ Բերդը, հիմա էլ Արտաշատը, ես համոզված եմ նաեւ մնացած էլի կայտնվեն քաղաքներ։ Մենք կանադառնանք այս թեմային, որը բավականին ցավոտ թեմա է, Երևանն է խոսում ծրագրի շրջանակներում։
Սա մեկ ինգեր առողջապահության նախարար ինգեր Նիկոլ Փաշինյան Արտաշատը այն քաղաքն է, որտեղ որ զոմբիների քանակը գերակշռում է նորմալ մի քանի անգամ, ու ասենց ասած Նիկոլ բորալով հետևիցը տեթում էին։ Մարդիկ դիալիզի ապարատ չունեն, բոզի տղա։ Հիմիջալոց, պարոն Աբազյան, երեք պիտի կալանավորվեր Երևան քաղաքի քննչականի պետ Ազատ Գևորգյանը։ Ինչ եղավ, որ Ազատ Գևորգյանը չկալանավորվավ։ Ես անգամ երազ էի տեսել այս բոզի տղու վրեն, որ իան դիմակավորված անձիկ տանում են։ Ինչն է պատճառը Ազատ Գևորգյանի չկալանավորման։ Դաժե պիտի գար քո հիմնարկել չի եկել։ Խի։ Հա? Ես ուզում եմ հասկանամ, մարդ, ով մարդկանց խոշտանգում էր Իա կաբինետում, արգիշտի կաբինետում, ներողություն, իա կաբինետում արգիշտի հետ միասին, որ ցուցմուն գրեք, որ Աբազը ձեզի ինֆորմացիա տվե, որ դատախազ Աննա Վարդապետյանը ձեզի ինֆորմացիա տվե, որ դուք տեսել եք Աբազին Արտակի հետ, չգիտեմ, Աննային, ես իմ ում հետ եւ այլն, դու եկա KGB-ի մինիստր, դու ռիսկ չես անում Աբազ բանը Ազատ կալանավորել, ես գիտեմ քիչ ես կալանավորել, որովհետև եթե Ազատին հանգարցասեիք դուք ձերբակալված եք, Ազատն ասելու էր մավարկյան, ուզելու էր մի հատ թուղթուգրիչ, ու սկսեր գրել արգիշտ պոռնիկի տղու վրեն, իսկ եթե գրեր արգիշտ պոռնիկի տղու վրեն, արգիշտ պոռնիկի տղեն էլ վեկալելու էր թուղթուգրիչ ու գրեր, որ ես խոշտանգել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցումով, Տիգրան Առաքելյանին, Անդրանիկ Արմանդարյանին, Արման Մկրտումյանին, Էդվարդ Ասատրյանին, Արտակ Գալստյանին եւ տենց շարունակ։ Այդ դրա համար էլ Ցեպուշկին չի նորից եմ հիշեցնում խոշտանգումը վաղեմության ժամկետ չունի այսինքն Ռոբերտ Քոչարյանի տրյուկը այս դեպքում չի անցնել ուզում անցնի 3 տարի ուզում անցնի 5 տարի ուզում անցնի 10 տարի ո՞մ դուք այդքան չեք մնալու մաքսիմում մի տարի Նիկոլին մնաց դրանից հետո ոչ էլ նախկիներն են գալու մոռացեք Ես ձեր տուն ու տեղը ծծցնելու եմ Ինչքան էլ ես բոզի տղեքը կարմիր գծերը դրոշակարած փորձը մեծ բերեն կցենին վրեն երկրորդ անգամ գնաց ես ասել եմ եւ նորից եմ ասել շիլնելու բոյկոտ բառը մոռացեք Ընկեր ընդդիմադիրներ, Թևանյան բոզի տղա, Հայկ Մարության բոզի տղա, բոյկոտ բառը չի անցնելու, բոյկոտ Վարդան Ղուկասյանը կգնա այն դեպքում, եթե տենա խոսք օրինակ, Սիսի Ղախպի տղեն որոշեց թանկացնել հանրային տրանսպորտը։ Ես այդ արդեն հասկանում եմ, դեմ քվյարկեմ, ձեռնպա քվյարկեմ, ինչ անեմ այդ բոզի տղա օրենքն անցնելու է։ Հիմա ինձ չգիտեմ կծոտում են, խժռոտում են, երեք էլ մի հատ մարդ ասում է ես ձեզ եմ ընտրել, բայց փոշմանել եմ, որովհետև դուք մցրեցիք կարմիր գծերը։ Ասում եմ եղբայր, կամ կարմիր գիծ, կամ տրանսպորտ։ Մի հատ էլ խելքով մեկը մտել է, եթե ասում է բանանեք բոյկոտեք, Սիսին ոչ օրենքը չանցկացներ, Սիսի հրաժարականը չի կարող ընտրված քաղաքապետը գրած պեչատածա։ Մի տարի այդ աթոռին կպածա։ Որովհետև հրաբուխ թողած չես կարա Սիսիին մի տարվա մեջ անվստահություն հայտնես։ Տարին պիտի թմի, նոր Սիսիի մամային ծածացնես։ Այ անգրագետներ, որ մտնում եք, չգիտեմ, ելույթ ունենամ, բարերից, կաֆեներից, ավտոների միջից, Սիսին եւ այլն։ Սիսին մի տարի անձեռմխելի է։ Մի տարին չի անցել այդ բոզի տղու։ Ու կա Վարդան Ղուկասյան կերպարն ուրիշը, որ այո, ես որպես մարդ դեմ եմ։ Լուբոյ թանկացման դեմ եմ։ Բայց Վարդան Ղուկասյան քաղաքական գործիչն ուրիշ է։ Եվ որ ասում են լսի տղա ջան, էսի փաթեթն է, փաթեթի մեջ էս մեկել էս բոզի տղությունն է։ Ասում է չէ, սա դառնումա չէ։ Ուր աստեղ դաժե հանել էինք։ Այն որ ասում է հատուկ փորձում են բացատրել դա ասոբը տուպիղ։
Որովհետև ստե մի հատ երևույթ վեկալե բաներ գրե, ոչ կարմիր գծեր, ուրա։ Այսպես Երևանը Զվարթնոց օդանավակայանին կապող այլընտրանքային ճանապարհի կառուցում մտած էր այդ փաթեթի մեջ։ Երկրորդ Հրազդան կիրճի վրայով նոր կամրջի կառուցում, որը կմիացնի Թբիլիսյան խճուղին եւ Եղվարդի մայրուղիները։ Երրորդ փաթեթը, երրորդ բնկետը տարեկան միջինը 50 կիլոմետր ճանապարհների վերանորոգում 271 կիլոմետր երկարությամբ քաղաքային ողջ ճանապարհային ցանցի թարմացում։ Չորրորդ հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի եւ միասնական էլեկտրոնային զեղչային համակարգի ներդրում։ 5-րդ գործող կանգառների փոխարինում խելացի սմարթ լուծումներով հագեցած նորերով։ 6-րդ Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման ավարտը։ 7-րդ մնացած բոլոր հին վերելակների փոխարինում նորերով։ 14 մարզահամալիրների եւ մարզադպրոցների կառուցում։ 9-րդ քաղաքացիներին տրամադրվող ավելի քան 150 ծառայությունների համար մեկ հարթակի եւ բջջային հավելվածի ներդրում։ 10-րդ Դալմայի այգիների տարածքում նոր քաղաքային զբոսայգու ստեղծում գրեթե 30 հեկտար տարածքով։ 11-րդ Նորքում բուֆերային գոտու ստեղծում 10 հեկտար անտառի հիմնում։ 12-րդ քաղաքի 120 կիլոմետր ոռոգման համակարգի արդիականացում։ Ու էլիտես գնում է թվարկեմ տրանսպորտի քանակ, մանկապարտեզներ եւ այլն, մեկ էլ կուլիկ կարմիր գծի տարեկան թանկացում։ Այս բոզի տղեկը, այս փաթեթավորման ձևը արվեստը վերցրել են Միացյալ Նահանգներից։ Միացյալ Նահանգների կոնգրեսը, չգիտեմ, սենատը, եւ որ ուզում է ինչ-որ մի հատ բոզի տղա օրենք քաղաքացու համար մտցնի, ասում է մի րոպե։ Եկեք այս մի հատ սիրուն բաներ են գրում մեջը, գամ, նայում ասում ես, էսի հիանալի բաներ է, կառուցում, վերանորոգում, տրանսպորտի ասֆալտապատում, եկել մի հատ բոզի տղա օրենք կողմեն մեջը։ Ու դեմ ատալի։ Հիմա եթե դու դեմ ես, դու ես բոլորին դեմ ես։ Ու վաղը մյուսն ասում է սիրելիս, քաղաքը չունենա սա, որտեղ քո նման գյոթը քվեարկել է դեմ։ Չես կարող ասես հանի փաթեթի միջից, ասում է չես սա։ Տային էլ փակվում է, բյուջեն պիտի հաստատի, որ հետո հունվարից աշխատավարձ կարան հաստատ Երևանի քաղաքապետարանին, չգիտեմ, դրան հարակից մարզադպրոցներին, հիվանդանոցներին, պոլիկլինիկաներին, չգիտեմ, հարկերը, տուրքերը, շոֆերներին եւ այլն, չես կարող ասես գնա մի 2 ամիս դի նորից հանի ջնջիվ եսի մինչեր են չկռծարա, բե նորից դեմ տու ինձ։ Ու այս բոզի տղեկը, այս նախկիններ կոչված բորնիկի ծնունդները ինչ են երեք եկան կայնան հուբու են անը, սպասին դոկը մտավ, դոկի հետևից գրռալ են, գնացին լծված, բա չմտնեիք, բոյկոտ էիք անում, չմտնեիք, հլեք էտ այդ բոզի գյոթի, ինչ եկակ մտակ։ Այսիքն և սրանք, և դրանք կենթոնացած են մի հատ դոկի շուրջ։ Ու վեկալ է ամեն մի անգրակետ բոզի տղա, դոգը թանգասրեց կարմիր գծերը, դոգը ձեր մամային ծծծնի, դոգը ոնց թանգասրեց, արա։ Կամ կարմիր գծերի վարձը, կամ ինչա դարը, 160,000, օրը 400 դրամ, որ վեկալում հաշվում ես, օրը 400 դրամ ա դարնը։ Այդ նույն 160,000 դրամը, որ բաժանում ես տարվա օրերի մեջ, Են անձը, ով կենտրոնում ավտո կանգնացնելու տեղ չունի, ստիպված ինչ-որ տենց չնես, չեմ պատկերացնում կենտրոնի բնակիչ, որը քուչում ավտո կանգնացնելու տեղ չունենա, իայից քուչում։ Օրը 400 դրամ, որ գումարում ես, յար գալի կայնում է տարեկան 160,000։ Ռոբերտ Քոչարյանի գետնացումի տակ ձեր ռենջերով ու ջպերով յաշիկներով որ գնա մտնում եք, կամ Հյուսային պողոտա, կամ կենտրոն փո, ժամն եք այդքան վճարում, ժամը, ոչ թե օրը, կարմիր գծերի դեպքում օրն եք 400 վճարում, որ կա տարին կայնի 160,000, հիմա կամ ձեր ավտոյի խրը չպիտի անցներ, կամ ես կամ բան չպիտի անցներ, հարց եմ տալի ձեզ, Օրը այդ փաթեթը գրողը ես չեմ եղել,
Ինչ անի Վարդան, այս սաղից հրաժարվի, ինչած էլ կարմիր գծերի մեջ էլ ավտոն պիտի կայնի։ Ուրիշ հարց, որ սիսի բոզի տղեն, այս ուրիշ հարց, ես արդեն ընկեր, բանի, ուրա, ընկեր ավականու հետ կպարզենք, թե եսի չար է բոզի տղեն։ Երևանի քաղաքապետի կարգադրություն 25 դեկտեմբերի 2023 թվական, ուշադրություն, այս ուրիշ հարց, ղեկավարվելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 78 հոդվածի 2-րդ մասով եւ հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2023 թվականի հունվարի 20-ի 170 որոշման 8-րդ հավելվածը, ինչպես նաեւ հաշվի առնելով աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի այսինչ խրեգլողները, հանձնարարել Երևանի քաղաքապետանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեով Երևանի քաղաքապետարանի առանց Երևան վարչական շրջանների մասով բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 04 բաժնի 09 խմբի 01 դասի աջակցություն համայնքին եւ ոչ համանքային կազմակերպություններ ծրագրին ծրագրով եւ տնտեսագիտական դասակարգման այլ ընթացիկ դրամաշնորհներ հոդվածով նախատեսված գումարներից ուշադրություն Parking City Service Park բաժնետիրական ընկերությանը հատկացնել 20 միլիոն 20,000 դրամ վճարովի ավտոկայանատեղերի վճարների եւ գոտիավորման ծրագրային փոփոխությունների համար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով հիմա հավքվել եք Բոզի տղեկի նման են սոսե մոսե դիշով կեկով Վարդան Ղուկասյանը գրլը որ Վարդան Ղուկասյանը ասկացրեց կարմիր գծերի թանկացումը Բա ինչի՞ չէ գրլում որ սիսի բոզի տղեն Երևանի քաղաքապետարանի հաշվին Համհերիք չի, դու փաթեթի մեջ մցրիր բերիր դեմ տվիրասին, չեմ կարա, լավ, չես կարա հանես, օքեյ, կումորն էլ կունեմ, հարկ չկա, բերիր դեմ տվիշ, բա հիմա 20 միլիոն դրամ Երևանի բյուջեից էլ հերիք չի թանկսրել ես Քեթրինի Միհանի բոզի տղությունը, հələ մի հատ էլ փող ես ղրգում, ասում ես մի հատ էլ ծրագիրը թարմացրա Որովհետև Վարդան Ղուկասյանը մորը ծծրեց, ասեց կիրակի օրերը անվճար, 21:00-ից անվճար, հաշվանդամների համար անվճար, էլեկտրատրանսպորտի համար անվճար, ինչ, այս բանը, իսկան փողա լափում, օթից 20 միլիոն դրամ հարկատուների հաշվին խի ես տվել, ես սա հիմա կուղարկեմ նաև իմ ավականի կոչվածին, Ուրա Սրա հետ կապված համապատասխան հաղորդում գլխավոր դատախազություն Արդեն վարձավճարները մենք թանկացել այդ վարձավճարներից թո Parking City բոզի տղա հիմնարկը որը շարունակում է մնալ նախկինների ազդեցության ոլորտում ինքնիանով արդիականացնել, որ կամերան տենար, էսի հաշվանդամա, անցի, էսի բանա, էլեկտրոմոբիլա, անցի, էսի ժամը 21:00-ից հետոյա, անցի, էսի կիրակի օրա, անցի։ Ընգերցիսի։ Ու մի հատ էլ ելույթ ես ունենեմ, ախր խեղճ Վարդան Ղուկասյան, հələ տեսեք քանի ֆրոնտովա կռիվ տալի, համընդդիմության հետ, այսպես կոչված ճակերտավորի մաման հեսացածացնելու եմ ես։ Որովհետև ոչ մի կերպ չի կարողանում ռոբա սերժականը տեղավորվի, որ աղբեր ջասատել մա չէ մի հատ էլ ինչ-որ մեկը հայտնվել է, որը անկառավարելի է։ Ոչ մեզ է ենթարկվում, ոչ այս
Են նրանց է ենթարկվում, իրանց լուբոյ բազար չեն կարում անցկացնեն, ծախեն ինչ-որ մի բան, դեսեք ասել բոյկոտ, հետո Սիսի հետ մի բանով կբարշեին, Սիսից մի քանի բանը շենքի շինարարության թույլտվություն կխլեին, էլի գային կմտնեին, էլի նույն գծերը կանցկացնեին, բայց չէ, դոք նեք ամտավ, ասես հլտենա միջա կատարվում, այդ չհամպելան, դոգի հետևից էլ եկան լծվան, միջև հետ միտինգ էին անում, բոյկոտ էին, դոգը մտամ եք էլ եք մտնամ, դոգը ժաշտվես մեկ էլ եք ժաշտալամ, այս իրավիճակն է, Ուսախ դոգ ուիշքան դիշով կա անգրագետ ղախ պիտաղեք կա քսի տվին բահելեք խոսացեք Ինչի պիտի մենք 160,000 դրամ վճարենք Բա հիմա դուք 160,000 տարեկան չվճարեք թե այսքան ծրագիրը որ ես թվարկեցի դա չլինի Իհարկե պիտի վճարենք այդ 160,000 որի ես դեմ եմ նորից եմ ասում Դեմ եմ Կասնի 3-4 ամիս, չի բեռնաթափվի Երևանի կենտոնը, կասեմ Սիսի ծծես, դու ինձ ծծես, դե հիմա հանի, վաբշե կարմիր գծերըտ, վաբշե հանի, որովհետև չբեռնաթափվեց Երևանի կենտրոն, ու ասեմ չէ բեռնաթափվելու, և այո մարդ ամսին, Այդ 3 ամիսը հենց թմավ, հանային ձայնը հանդես է գալու, որ կարմիր գծերը պիտի վաբշե հանվի, այդ Սերժի Ռոբիկի բիզնեսը պիտի հանվի։ Դրանից մենք չենք օգտվում։ Միլիարդատեր հիմնարկությունն է, մորած ծածացել եմ, 20 միլիոն դրամ ընկեր քաղաքապետ խես տվել, իրանք յանսով թոլ են, համերիք չի կթմ են օթից փող, ասում է չէ, էսի որ չանցնի ու են բոզի տղեն են, են կլոն գյոթը, եկեք այն է ելույթ ունենեմ, դոկն ու կպն յանետ համագործակցում են, դոկը բալեքից ծծասնի, երկու տանի քաղաքապետեր էլ է, հանիր սիկտի, ես ասում եմ, հանրային ձայնի անձը նշանակվավ քաղաքապետ, կարմիր կծել համվմո, բզավ, Կլինեն մենակ կենտրոնում են հյուսային պողոտա թոմանա լավագույն դեպքում, որ կենտրոնի թաղապետանի ման բյուջետ, ավտոն կայնացնի ոչ թե տարեկան, չէ, եկար կայնալ չխկծրա ոնց որ Ամերիկայա, Ռուսաստանա, բանա, տեղի համար վճարի սիտիրերի գնա։ Ինչի բերի Երևանի բանակիչի ավտոն բերի կայնացնի, բանում չգիտեմ կենտրոնում։ Հայացուն ես հայացդ կայնացրա։ Մի հատ էլ առանձին են 5 բաժարու շենքի տեղը Անուչա բանկ սարկվի, ավտոկանադերի բերեք մծրեք տեղ։ Սիմոլիկ գումարով։ Քաղաքապետ էր, հան էիր։ Լուսինեի նման, ինչ էր ես ագարկյանունը։ Լուսինե Սարգսյան, ինչ Լուսինե Սարգսյանին էիր ծածասնամ հանը, ինչ սանիտեկի մորը ծածասրիր հանիր 6 միլիոն դոլար անգլյան Ելիզավետան երջանկահիշատակ դլոտ դրեց Հայաստանի բեյնի մեջ 6 միլիոն դոլարի ու հիմա օպիտի վճարի ես չգիտեմ իհարկե ոչ քո նման բոզի տղեր կարմիր գծերը հանեիր Կարայր խերսկուտեիշ Քետենի Միրանը ոտի մատերը այս սենց խաղացնելով կդներ բեյնի մեջ կասեր ինչա պեդիկյուր չի մանիկյուր պեդիկյուր արա բոզի տղա Բենով պեդիկյուր արած կաս Հիմա ելեկիլա դոգն ու կպն Կպայի մորն էլ ծսնեմ, կոմորն էլ ծսնեմ Հիմա եթե դեծա թույցա, հա ոչ ինչ ասմա խլեշիմա, նորմալա բայկեք իրականացնենք, նորմալա Ատենց բաներ, որ ասեք ով հելնամ ասում հա, թո էլ խլեշ են նորմալա, ատենց ասողին ասում եմ գրի անուն ազգանունը, քեզ էլ խլեշ եմ, նորմալա, բայց զանգեն գեր հետ խոսանք հանդիպելուց էլ հանեմ դնեմ ընտանիքիդ բերանը, կամ խնդրեմ քրիստիկին, իա պուխ, քրտնած, դնի կանգատ բալեքիդ բեն միջ ասեք նորմալա, մենք համ ընկերներ ենք, համ քրիստիկը ծծասնամա, քրիստիկ լավա չէ, լավա, ահա, բատելում ես, ուդավարստվի է, Գլա, նստեք նայենք, լավ ո
Դոք դու Նիկոլ ես։ Հորյա նայում ես հետ։ Թե ոնց եղա ես Նիկոլ։ Ղարաբաղ եմ տվել, զոհեր եմ տվել, լրագրող եմ աշխատել, դիպլոմ չեմ ունեցել, մարդկանց եմ խաբել, ոնց եղա ես Նիկոլ եղա։ Նիկոլի մորն էլ ծծցնեմ, այդպես բան ասողի մորն էլ ծծցնեմ, ամեն։ Կաթողիկոս պատրաստվի։ Չելում, անցանք, տիկին Հրանուշի հետ չելում կապ հաստատել։ Անցանք։ Ես ուզում եմ դիմեմ այն հարկայինին, երևի Արմավիրի հարկայինն է, ով վերահսկողություն է իրականացնում Զվարթնոց օդանավակայանի վրա։ Ես չգիտեմ, դա Արմավիրն է թե որն է։ Այնտեղ կա Քետերինբուրգ բարա, կաֆեյա, ինչ-որ բան են սարքում, բուրգեր, որտեղ աշխատում է բավականին քանակությամբ մարդ, եւ դեկտեմբեր ամսվա աշխատավարձը չի տրվել, եւ տրվելու է լավագույն դեպքում հունվարի 15-ից հետո, մեզ չի հաջողվում կապ հաստատել այս Քետերինբուրգի ղեկավար Միխայել Վալենսկիի հետ։ Պատկան մարմիններից ես չգիտեմ ով ազբաղվում, շատ կիրթ ուզում եմ դիմեմ Զվարթնոց օդանավակայանի ադմինիստրացիային, որպեսզի իմ այնտեղ չոլկով տղա է դες կուլտուրական, իա մոտ կան չես բոզի տղուն, ասի տղա ջան, ինչի աշխատավարձ չես տալիս։ Երևակայի ես չգիտեմ երբ կլինի մյուս 3 շաբթին ինչ որ անգնում, ես ուղղակի հորդորում եմ Զվարթնոց օդանավակայանի ղեկավար կազմին, մի հատ զրուցեն այս ռուս ղախպի հետ, հասկանալու համար, թե ինչի աշխատավարձը չի տալիս, ժողովրդի աշխատավարձը չի տալիս։ Ես այն տիպի են ցրեցապն է, որ արդեն մարդ չգիտի ում դիմի։ Պետական ինստիտուտ չի աշխատում, դե ցինակ գոյություն չունի։ Եթե աշխատեր պետական ինստիտուտ, գոյություն ունի ինչ են գրել Կողբացի 50 շենքը դատարկ է, Մայրապետյանինն է, 5000 քառակուսի մետր, թող եկալեն անեն ավտոպարկինգ, մեռան գրելով քաղաքապետին, ասիմ տենց, այնա իմ ավականին գրել է, սիսի, պարկինգի խնդիր, միջնորդել են, որ կողբացի 50 շենքը դադարգա 5000 քառակուսի մետր տարածքա վեկալեք սարքեք ավտոպարկինգ Մայրապետյանինն ու գիտես ինչա պատասխան է քո աշխատողը գրելա այտենց շենք չկա բավոս ասես կողբացի 50 այտենց պատասխան գրողին տուն ու տեղը ծսնի ամբողջ Երևան քաղաքը որ չկա այս ավականին հոգեկան հիվանդա որ գրեմ ասма բոզի տղա վեկալ սարքի բան ավտոպարկինգ ասմատեն շենք չկա այտենց իննա գոյություն չունի բրծավ փագին կնոցեք դարջ այս վիճակն է Կա Converse Bank Ուրեմն ինձ համար
շատ հետարքիր բացահայտ մլմի րոպելը ստեղ ես պաստորեն Ալո, բարև ձեզ։ Ալո։ Բարև ձեզ։ Ալո։ Բարև ձեզ։ Ալո։ Բայ։ Բարև ձեզ։ Ալո։ Ալո։ Վա։ Այ մարդ, ուրիշ չեն զանգը մենք նորմալ լսվում ա, սես մարդկան զանգը մենք նորմալ չի լսվում։ Ո՞ց հաստացում տենց, Ռոզիկ։ Որ քաղաքացու պիտի զանգենք, որ բողոք պիտի բարձրաձայնի կամ խնդիր, զանգում ես նորմալ լսվում ա։ Հենց զանգում ես, որ պիտի հարց ու պատասխան տաս, ալո, 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 դա սվիդանիա, ու վсё, գնաց։ Ուրեմն մենք ում ենք զանգում։ Մենք զանգահարում ենք Մարինե Օձը։ Ես մտանուն ազգանուն, Մարինե Օձը։ Ուրեմն կա Կոնվերսբանկ, ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին B։ Կոնվերսբանկում դուք, պարոն Գարեգին, ունեք 18% բաժնեմաս։ Եվ տնօրենների խորհրդի անդամներից մեկ հանդիսանում է ինչ-որ մի հատ պոպոզավոր տերտեր։ Այդ բանկի հետ շատ ուժեղ կապերի մեջ ես Մարինե Օձեն, ումից որ զանգել էինք, հարց տայինք, ասացեք խնդրեմ, եկեղեցին ինչ գործ ունի Կոնվերսբանկի մեջ։ Դրան գումարած նույն Մարինե Օձեն բավականին հաճախակի այցելում էր գնում գալիս էր Աֆրիկա։ Այդ այնց ջունգլիներ, պապուասներ, բիդուիներ եւ այլն եւ այլն։ Բանից պարզվում է, որ Նավասարդ Կճոյանը, որը որ եւս շատ ջերմ կապերի մեջ կամ սուզումած սուստավոր կապերի մեջ է, ունի это կապիտալ Աֆրիկա մայրցամաքում։ Հիմա ես ուզում եմ հարց տամ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին B-ին, պարոն Գարեգին, եկեղեցին, ինչպես դուք եք ասում, կամ դուք, ինչ կապ ունեք Կոնվերսբանկի հետ։ Պարոն Աբազյան, եկեղեցին պետությանը հարկ չի վճարում, ազատված է ամեն տեսակի հարկերից, որը որ սխալ է։ Հիմիկվանից ասում եմ, հանրային ձայնի իշխանության դեպքում եկեղեցին դառնում է հարկատու։ Եթե եկեղեցին այնքան փող ունի, որ արդեն մտել է բանկերի մեջ, ես հիշեցնեմ, որ նույն Կոնվերսբանկը շատ ու շատ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վարկերը չմարելու դիմաց, միակ կացարանից, միակ տնից շպրտել են դուրս։ Տուն էլ տարի վաճառել են բազմազավակ մայրերեն, բազմազավակ ընտանիք, անապահով ընտանիք, չգիտեմ, հիվանդ ընտանիք եւ այլն։ Հիմա եթե եկեղեցին մտել է բանկ ու դարել է բանկու բաժնետեր, մի հատ էլ պոպոզավոր գյոթի, բերել դրել է տնօրենների խորհրդի անդամ։ Ես ասում հարց տամ ընկեր հարկային մարմիններին, կառավարությանը, ազգային ժողովին, այդ նախկին ներկա աղբի տղեկի հավաքածուին, եկեղեցին, պիտի հարկվի թե ոչ։ Եթե թույլ եք տվել, որ գա դառնա բանկի համասեփականատեր, բայց եղբայր դու ըտից փող ես ստանում, ինչի համար ես ստանում, որ ինչ անես։
YouTube կնոպկեն հենա։ Հա? Զանգը մենք ես Մարինե Օձին, որ հարցը տայ, Մարինե Օձի լսար, ալո, անդո, գրի Մարինե Օձի համարը, 55, 22, 67, կանչեք ես աղջկան, կանչեք հելա հարցրեք, այդ Afrika, կճոյան, մճոյան, հանքեր, մանքեր, խիա գնաց է, խիա եք է, եւ վերջո, կոնվերս բանք 18% բաժնետեր, այդ ոնց հաստացվոր։ Եսի Վարդան Ղուկասյանը չի, որ հարցակվեն Վարդան Ղուկասյանի վրա, կռգոմ բեգոմ։ Սուրեն Պապիկյան, ուսուցչուհի, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար, բառ անգամ շատ դժվարությամբ եմ արտաբերում, զզվանքով, ուրեմն այն որ Հայաստանի Հանրապետության ներկայիս կառավարությունը անում է հնարավորինս եւ անհնարինը իր ազգային ժողովի հետ միասին, որի մեջ մտնում են նախկիններ եւ ներկաներ, ոչնչացնելու ամեն ինչ, ինչը կապված է Հայաստանի պետական անվտանգության հետ, այդ արդեն ոնց որ ասում է գրուկ պեչատուկ։ Կրթական ծրագիր մենք չունենք դպրոց։ Ես մի բանից հայտարարում եմ, դասագրքերը, դպրոցի ուսուցչություն եւ այլն։ Մշակույթ, սպորտ, դոդիգագոս, ծծնմա, բանակ, դատա իրավական համակարգ եւ այլն։ Ինձ համար բոլորն էլ թանկ են, բայց ինձ համար ամենաթանկը առաջին տեղում դա բանակն է։ Այս բոզի տղեկը ոնց ինչ ձև կարացան ոչնչացրեցին բանակ կոչվածը 44 օրյա Արցախյան պատերազմ, զինվորականի հեղինակություն, գեներալիտետ, զինվոր, զորք, հրամանատարություն եւ այլն։ Սրբին, մակրին տարան, լացին եռաբլուր։ Զովազների ծնողներից մեծ մասն էլ ասեց, որդուս կորցրի, քեզ կթա Նիկոլ։ Մի մասն էլ խրախճանքով, կայֆավատով, տինդիրիդով եւ այլն բացարձակապես հետ չի մնում Աննա Հակոբյանի կայֆերից եւ ջինգերից։ Լավ, Աննա Հակոբյանը ոչ մի բան չի կորցրել, ոչ երեխա, ոչ այն, Աննա Հակոբյանը ձեռք է բերել վերջին 5 տարվա մեջ։ Կարա կայֆավատել լինի, չգիտեմ, անճաշակել հագնվի, ինչ ուզենա անի։ Բայց մեր զովազների մայրերը գրեթե հետ չեն մնում այդ կայֆերից, նայում ես լուսանկարներին, դիրքերը, կանգնած ձևերը, ձեռները շալվարներով, շալվարների ջեբը դրած կամ աչ ազդրին դրած, բդին նկարված են շատ գո հարթուկած ֆենած մազերով Աննա Հակոբյանի հետ։ Տպավորությունն է, որ իմ երեխեն ազովել։ Իմ շանը սատկացրին Եղվարդ, այն որ ոչ էր ասում են Հարևան Զոյան, մուրազները փորները մնան, լակիրովնի դագաղը մտնեն, քրքրվեն, ծակրտվեն, տակնեն, պախլնեն, թիքաթիքալնեն, ավտոյի տակ ընկնեն, խրխրելով սատկեն, գխների վերևը շալվար յուբկա չտենան, մուրազա փորելնեն, գյորնա փշտիկլնեն։ Մինչև այսօր ես չեմ ներում։ Մինչև այսօր իմ շանը սպանազներին ես չեմ ներում։ Ու իմ շան դեպքից հետո ես Եղվարդ այլևս ոչ չեմ դրել։ 2005 թվից մինչև օրս։ Ընդամենը շուն էր։ Շատերը կասեն։ Ու ես մինչև հիմա լծված եմ վրեժի ծարավով։ 2 տարի չկա։ Ձեր երեխաները զոհվել են։ Նկարվում են, լավ, նկարվում են,
Այսինքն այս բարոյահոգեբանական մթնոլորտն է։ Օգտվելով այս բարոյահոգեբանական մթնոլորտից ինչա որոշել անել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Ուշադրություն։ Ոչնչացնել, փակել, լիկվիդացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության բուժ վարչությունը։ Այսինքն բանակին բժիշկ պետք չի։ Սենց բան ես ուղղակի չգիտեմ, ես հիմա կփորձեմ ինձ մաքսիմալ զսպել, խնայելով իմ նյարդերը։ Բանակում կա 1000-ից ավել սպա։ Տասնյակ սպաներ, տասնյակ հազարներով սպաներ, ենթասպաներ եւ այլն։ Բժիշկներ։ Ես ոչ թե դիմում եմ ձեզ որպես մարդ, այլ դիմում եմ ձեզ որպես զինվորականների, գեներալիտետից մինչև ամենավերջի սերժանտը, ով իր մեջ մի փոքր սիրում է այն գործը, սիրում է բանակը եւ բանակը չի դիտում որպես եկամտի աղբյուր։ Մշակվել է պիլոտային ծրագիր։ Փակվելու են բոլոր հոսպիտալները Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 2025 թվականը միջև գրուպ Պեչատուկա գաղտնի ծրագիր դադարեցնել բոլոր հոսպիտալների գործունեությունը։ Առաջինը սկսում են Բերթի հոսպիտալից։ Երկրորդը ամենահավանականությամբ կամ Սիսյանն է կամ Վարդենիսը։ Ես խոսեմ կոնկրետ Վարդենիսից։ 2009 թվականին, երբ որ ես Վարդենիսում էի, եւ վիրահատություններ պետք է լինում, տրավմայեր, էսեր, էներ եւ այլն, ցանկացած լուրջ դեպք, Վարդենիսի ժողովուրդը գալիս էին Վարդենիսի հոսպիտալ, չէին գնում քաղաքային հիվանդանոց, որովհետեւ քաղաքային հիվանդանոցը մեղմ ասած գոմ էր։ Ոչինչ չկար, ոչ բժիշկ կար, ոչ մասնագետ, դաժե ռենտգեն ապարատ չկար։ Մարդիկ գալիս էին Վարդենիսի հոսպիտալում էին ռենտգենալում գնում։ Մասնագետ չկար։ Եվ հիմա այսօր որ Վարդենիսը դարել է ուղիղ, եթե այն ժամանակ սահմանամերձ էր, հիմա вообще կպածա Ադրբեջանին, այդ նույն այդ Վարդենիսի Նիկոլն լավն է, Նիկոլնին չակեն է։ Հիմա ասեցին, որ Նիկոլը լավն է, բարի։ Վարդենիսի հոսպիտալը պիտի փակվի։ Իսկ Վարդենիսի ժողովուրդը, այն գեղերից բռնած, մեծ մասիկ, փոքր մասիկ, չգիտեմ ինչ գրող ուսեր ցավ, պիտի պաստորեն գնան հասնեն Մարտունի, որ ստանան բուժօգնություն։ Որովհետև նորմալ բոլեմինի, որովհետև Վարդենիսի քաղաքային հիվանդանոց նեմա։ Հլետի քաղաքացիներին ինչ չի հետաքրքրում, ես խորապես թքած ունեմ, որովհետև իրանք են ընտրել իրենց քաղաքապետին, վարդապետական, իրանք են ընտրել Նիկոլին, բայց զորքը կամ Բերթը, դու փակում ես Բերթի հոսպիտալը, բոզի տղա։ Բոլեմենի Բերթի հոսպիտալում կան վիրաբուժներ, կան տրավմատոլոգներ, կան ռազմաբժշկական ֆակուլտետը ավարտած մարդիկ։ Այն մասնագիտություններով, որոնք որ չկա քաղաքային հիվանդանոցում կամ քիչ են։ Բերթի բանը քաղաքային հիվանդանոցը, որը քո արևում պիտի սպասարկի նաև զինվորներին, պատալուկ 30 մահճակալ ունի, 30։ Այսինքն եթե բռնկվեց ինֆեկցիա, եթե եղավ ռազմական դրություն, եթե խփին գյուլին սպանին իրար, այդ զինվորներին ուր ես դու խառնելու քաղաքացիական անձանց հետ։ Կամ Բերթի քաղաքային հիվանդանոցի բուժքույրը, կամ քաղաքացիական հաստիկով բժիշկը պիտի զինվորին դիտողություն անի, կարգի հրավիրի, չթողա գնաց սամավոլկա, ասեն տուլիկ արգելված է, որովհետև ինֆեկցիա տնից այդ բերած կաթ, մածուն, սմետան եւ այլն մի տվեք։ Քաղաքային հիվանդանոց է, քաղաքացիական անձինք են, քաղաքացիական բուժքույր է, դեմը ֆորմով սերժանտ, լեյտենանտ կամ զինվոր։ Այդ բուժքույրին ոնց ուզենան կծծնեն։ Բժշկին էլ հետ է գլխաբժշկին էլ վրա դիր։ Դա ռեժիմային օբյեկտ չի։
Սուրեն Պապիկյան դա ինչից եկավ, դա նրանից եկավ, որ NVD-ն եւ որ հոսպիտալը ոչնչացրեց, բուժ ծառայություն NVD-ի, ասին հո, սա կլցվեն բնը, հետո ասի չէ ինչ բնը, բնանել ենք ոչնչացնել, որովհետեւ ոչխար միլիցեկը ձեզ չհանեցին, հիմա հերթը ոչխար զինվորականներին նո, դեմից Բերտ, հետո Սիսյան, մեզ արսապելի վիճակ ընդեղա, Վարդենիս, գալի հասնում են Երևանի Մուրացյանի հոսպիտալ, որը եւս փակվում է, եւ դառնում է փորձագիտական կենտրոն։ Բա այդ հոսպիտալի ժողովուրդը հիվանդները զինվոր ուր են եթալու։ Սա քաղաքացիական հիվանդանոցներ։ Հրազենային վիրավորում ստացած զինվոր դիրքից գնա քաղաքացիական հիվանդանոց։ Չի տրավման այդ գումարները, այդ դրանց հսկողությունն է ծախսա, դու ո՞նց ես բանակը թողում առանց բուժվարսության։ Կանազի հոսպիտալը դառնում է պոլիկլինիկա։ Դավայ, սիկտեր եղեք, Երևանի կազոր բիզիմդիր։ Դու զինվորներին բերում կողմ ես քաղաքացիական անձանց մեջ։ Այսինքն զինվորի կողը պարկացել մի 60 տարեկան բիզա, այս կողմը 18 տարեկան զինվոր, այն ինձ խրրստեն, եւ վերջո Այն բժիշկները, որոնք որ մասնակիտացվել են հրազենային վիրավորումների վրա, քաղաքացիական բժիշկը կարող է տաներով խիրուրգ աշխատի, չիմանա պատրոնը որտից համատեմ, որտից ալնեմ։ Խոբ դու բոզի տղա չես, այդ տղա։ Ընկեր գլխավոր շտաբ։ Ընկեր գեներալներ։ Սուրեն Պապիկյանի վզից որ բռնես այդ աթոռից հանես դնես մի կողմ։ Մեր հայաթի էման վիկայի մերը արդիքցի Երևանյան 18 շենք մեջտեղի պազեր 4-ակ դեմի դուր Սուրեն Պապիկյանի վերսկի չել շրի դու գեներա ամեն մեկիտ ուսին քաչիս հաստության պագոնա ու քաշով Դու չես կարող ասես գլխավոր շտաբի պետ ես տեղակալներով բան զամի լավ մեկ չունենք զամից ասես ընկեր ջան պարոն նախարար դու ո՞նց ես բանակը թողում առանց բուժծառայության Ադրբեջանը ընդհակառակը ամեն զորամասի կողը մի հատ հոսպիտալ է սարքում համալրելով ամենավերջին խոսքով տեխնիկայի Դու դրանց սա հոսպիտալները փակում ես սահմանամերձ գոտիներով մոտիներով ասես քաղաքային հիվանդանոց կա բուժվի Բա պատերազմի ժամանակ կամ կռիվի լավ կամ կրակին գյուլին կամ ինչ-որ մի բան լավ այդ քաղաքացիական, զինվորական խառնվեն ժժնվեն իար Ո՞նց ես դու թողում բանակը առանց բուժծառայության Դու գեներալ ես թե բոզի տղեկի հավաքածու յա լավ Դու շեք ասեմ ես չես անում Ես մի բանից հայտարարում եմ Սուրեն Պապիկյան բոզի տղա Դու հասկանում ես, չէ, որ ձեր իշխանությունը հավերժ չի։ Դու հասկանում ես, որ կգա մի իշխանություն, ով անհապաղ կվերականգնի այն, ինչ որ դու ավիրել ես, այդ նույն հոսպիտալները, պլյուս կարդիականացնի, ու պլյուս կասի այն անձինք, ովքեր ստորագրել են այս պետական դավաճանություն պարունակող փաստաթղթի տակ Դա կլնեն զամմինիստրներ, դա կլնի գլխավոր շտաբի պետ տեղակալներով, դա կլնի Սուրեն Պապիկյան բոզի տղա եւ այլն, բոլորը դատվելու եք պետական դավաճանության հոդվածով։ Ինչ ոչ մի արդարացում չի անցնելու, ոչ մի գեներալի կողմից հրաման են տվել ստորագրել եմ, ես էլ հրաման եմ տալեմ, որ պիտի ծածես։ Ուրեմն պիտի ծածես, եթե հրամանով է։ Եթե մենք խոսում ենք օգտակար գործակցի մասին, հա որ կարող ասեն ծախսա տարա, օքեյ, բա ներողություն բանակ ես ուզում պահես, բա ծախսա տարա, ավելի լավ ազգային ժողովը լուծարե, քան թե բանը բուժվարությունը, ազգային ժողովում 30 քանի օբշի իտոք ընդդիմադիր պատգամավոր կա, որոնց մի մասը մտնում է պաշտպանության ներքին գործերի չգիտեմ ինչ բլա 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 հանձնաժողովի մեջ
Որտեղ մտնում է Քոչարյան Անդոն, որպես նախագահ շիշպռնող եւ այլն։ Ես չգիտեմ, այն կողմից ովքեր են։ Բայց հիմա հարց։ Այդ ազգային ժողովում վերընկած բոզի տղեկին, որոնք որ իած թուլեկին քսի էին տվել Վարդան Ղուկասյանը, կարմիր գծերը։ Բա բանակնա բուժվարձություն չի ունենում, լուծարում է հոսպիտալ։ Անհնար է, որ ազգային ժողովի տվյալ հանձնաժողովը տեղակ չլինի, որ 2025 թվականը միջև բոլոր հոսպիտալները բիզիմ դիր։ Բայց չի քսուս նստե։ Դոգը ատե չի։ Այդ ձեր մորը ծծնի դոգը։ Բա պաշտպանության հանձնաժողովի մեջ կա, չէ՞, քոչանական, սերժական եւ այլն։ Բա ինչի՞ չեք բարձրաձայնում։ Ինչի՞ քսուս նստե։ Սպաս հունվարի 2024 թվականի հունվարի պետվար ամիսներին Բերտի հոսպիտալ բիզիմ դիր։ Գնա, давай, սիկտի։ Հա? Բա ուրեմն բանակի բուժվարձությունը հոսպիտալները խերիս Երևա քաղաքի կարմիր գծերի բաներով յանքտես բեսա բազաբոչանի էին։ Հա? Հարց։ Ու աչ ծախ ֆաս նադոք խերս կերակ ալիք ֆաս։ Ավելորդ ծախսերի մասին ենք խոսում, օքեյ։ Գործունի պետական վերահսկողական ծառայություն, պուպուլիկ։ Այս խերի չապ, մատնոցի չապ խեր ունեցող բոզի տղեն, աֆիցանտ, մատուցող, մարդն աշխատել է մատուցող, մատուցողն եկերա, տարել է պետական վերահսկողական ծառայության ղեկավար, հիշեցնեմ, որ պետական վերահսկողական ծառայության մեջ մտնում են բոլոր նախարարությունների մեջ, իշքան վերահսկողական վարություն կար, այսպես լրիվ ինձ Հաշին, բերին, մցերին, պետական վերահսկողական ծառայության մեջ, ասեն սաղը ստեգ նստում, բոլոր նախարարությունների պվացները փագին։ Վերահսկում է էսմի գերագույն բոզի տղեն։ Ինքն էլ մատուցող։ Չայ, կոֆեսու, քրիստիկս, ասեն զանգը խփելա, ծծերը հետ կցած նստելա, էսի եկել ասելա, ինչ եք կամենում, քրիստիկն ասելա ծիրամիսու։ Ինքը գնացել է ծիրամիսուն բերելա։ Հիմա եկե դարելա պետական վերահսկողական ծառայության պետ։ Okay, լավ, դարելա, միգուց հենգախելքով մարդա, որի մասին մենք չգիտեինք։ Նայում եմ, ինչ է արել այս հիմնարկը, բավական, տարին հափոփում է, չի, ինչ արել, ինչ օգուտ է տվել պետությանը։ 1 միլիարդ 34,000 դրամը ընդամենը վերականգնել, 2 միլիոն դոլար։ Պետական վերահսկողական ծառայությունը Հայաստանի Հանրապետության բյուջեը մտցրել է ընդամենը 2 միլիոն դոլար։ Այսինքն այնքան, ինչքան Դոդի Գագոյի մի մատանին։ Գագոյն ասա թողա։ Գագոյի մի մատանու չափ արժեքի։ Այս եկա հիմնակը, որտեղ 100-ից ավել աշխատող կա, այդքան ընդամենը, ուրեմն ռազմական ոստիկանության վարչությունում կար զուպ բաժին, զինվորական ունեցվածքի պահպանության բաժին, որի բաժնի պետն էր իմ կողմից հարգված, պաշտված, անկրկնելի ղեկավարի կերպար հանդիսացող Արսեն Գյուրեղյանը, մեծատարով մարդ։ Ես ամեն մեկի չեմ գովում, գիտես։ Ուրեմն զուպը ուներ 9-10 աշխատող, ընդամենը, որից մի քանիսը մեռյալ հոգիներ էին, այնքան որ իրանց համար բարի լավ երեխեք էին, գալիս էին, գնում էին հանգի, չեմ ուզում են ոչ մի նախին կոլեգայի հասել, մի հատ հետո բառասել, պրոստը կայողա տարվա մեջ մի հատ ինֆորմացիա բերեին, թե չբերեին։ Ծածուրյան արշակ, նորմալ աշխատող, Գագոն, թույն ու թարախ, բայց աշխատում էր, Սոլակը, բանը Միկոյան Արմենը, Վարդան Ղուկասյանը, Էմիլը, Մացոն, Ծիլը, Արոն Ոսկանյան եւ այլն, Ջենջը, այսպես կոլեկտիվս էր։ Վահիկը, թույն ու թարախ եւ այլն։ Այս տղեկը, որոնց մեծ մասը երիտասարդներ էին, մի տարվա ու երբ որ վերցնեմ բաժանեմ ՊՎՑ-ի
օպերատիվ դաշտի եւ հնարավորությունների վրա ԲՎՑ-ի աշխատողների քանակը եւ ԶՈՒՊ-ի ռազմական ոստիկանության ԶՈՒՊ-ի աշխատողների քանակը 9 հոգի, բայց հիմնական բուն աշխատողները 5-ն էին, որից մեկը նաեւ ձեր խոնարհ ծառան։ Այն 4 սենեցյանց կայֆերով դալի-դոլի։ Այս 5 հոգին որ վեր եմ ասում, այս 5 հոգին ավելի շատ փող են մցրել բանակ, քանի ամբողջ ԲՎՑ այս ամեն ինչով է կալած, փաստորեն, եթե ես վերցնում եմ այս աշխատողների քանակով, ինքը բերել է այնքան գումար մցրել, ամենալավագույն դեպքում, ինչքան ինքը աշխատող ունի։ Այսինքն զուտ ինքն բանն ապահով է, աշխատավարձը։ Բայց այնտեղ գործողումներ, մեքենաներ, ջրի փող, լույսի փող, կոմունալ, այլ ծախսեր եւ այլն, որը որ ՊՎՑ-ն տանում է պետական բյուջեից, որ վերահսկողություն իրականացնի, գումար հետ բերի, դա չի ապահովել։ $2 միլիոն։ Գագոյի մի հատ մատանի։ Այդ 150-200 աշխատող կան դեղ։ Մի հատ մատանի են բերել հետ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Այս հիմնարկը պիտի մնա, որը որ սկի ինքնիա ծախսերը չի փակում։ Իսկ բուժվարությունը պիտի փակվի։ Զինվորին բժիշկ պետք չի։ Թող գնա քաղաքացիական հիվանդանոց։ Այսինքն եթե բերում են զորամասից հիվանդ զինվորների, թոքաբորբ, անգինա, ստամոք սաղիքային տրակտին շուր խնդիրներ, վիրահատություն եւ այլն, պիտի զինվորները քաղաքացիական անձանց հետ միասին հերթի կանգնեն, որպեսզի քաղաքացիական բժիշկը, թերապևտը կարողանա զննել հիվանդ զինվորին, հետո որոշի հոսպիտալիզացվում է տվյալ բուժկենտրոնում, թե ոչ։ Լավ։ Неужели մեր ժողովուրդը չի հասկանում եւ չի կարողանում ընկալել, որ այս խունտան, այս նախկին ներկա, այս բորնիկի տղեկը ամեն կերպ ոչնչացնում են Հայաստանի Հանրապետությունը։ Խաղալով թատրոն, չգիտեմ, տգետ մարդկանց համար եւ ցույց տալով, որ ու հələ մի հատ էլ ուրիշ են ասում են, Վարդան Ղուկասյանն էլ անուն են դնում, մի հատ էլ ալկոգոլիկի բրթել են առաջի պրամը, դակ դնեկալես։ Լավ, Դոգը Նիկոլա։ Բա Ռոբերտ Քոչարյանը ինչա։ Այսօր Հայաստանի Հանրապետության դատարանը փակեց Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հարուցված քրեական գործը, որը հարուցվել էր 2019 թվականին։ Քրեական գործ համար 622 029 19 Դատական գործ ԵԴ դրոպ 0253 դրոպ 01 դրոպ 19 Ներողություն Այն կուլտուրական դատավորն է, այն էքեղենը, ստեղ ուրա, հեսա։ Ինչ գործեր սա։ Գործով ամբաստանյալներ Ռոբերտ Սեդրակի Քոչարյան, Սերյան Մուշեղի Օհանյան, ամուսինը դրուզիկ, Յուրի Գրիգորի Խաչատուրով և Արմեն Անդրանիկի Գևորքյան, այսինքն Արմեն Գևորքյանը, Ռոբերտ Քոչարյանի երկրորդ կեսը։ Մեղադրվում էին 2008 թվականի փետրվար և մայիս ամիսներին Սամվել Մայրապետյանին օժանդակությամբ նրանից ստացել են առանձնապես խոշոր չափով 927 միլիոն ՀՀ դրամին համարժեք $3 միլիոն կաշառք։
2019 թվին բացահայտվել է, բայց 2008-ին է տվել։ Սերյան Օհանյանին մեղադրանքի առաջադրել այն բանի համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով ՀՀՊՆ նախարար, գլխավոր շտաբի պետ, այլ անձանց հետ համագործակցությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։ Յուրի Խաչատուրովին մեղադրանքի հետ առաջադրել այն բանի համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով ՀՀՊՆ տեղակալ, Երևանի կայազորի պետ, այլ անձանց հետ հանցակցությամբ տապալել է սահմանադրական կարգը։ Նրանց կարգով, սրանց կաշառքով, այսինքն օբշի եւ քրեական գործը փակվեց։ Վաղեմության ժամկետ անցավ, պրծավ։ Արմեն Մայրապետյան Սամոնել Ռոբերտ Քոչարյանի boyfriend Արմեն Գևորգյանին տվել է $3 միլիոն կաշառք։ Սա Հայաստանի Հանրապետության նորագույն իշխանությունների 2019 թվականին հարուցված քրեական գործն էր իր մեղադրական եզրակացությամբ։ Հիմա հարց։ 2019 թվականին էր հարուցվել։ Վաղեմության ժամկետը չէր անցել։ Հանգիստ կարող էին Ռոբերտ Քոչարյանը, Տիկին Արմեն Գևորգյանը, Մայրապետյանը, Ռուզիկիս ամուսինը, ում տան մի մետլախը մի զինվոր արժե, ոնց որ ասում էր Անդրանիկ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը, ում հանեցին Օդեգաբեի նախագահի պաշտոնից հետ բերին, որ պիտի դադեին էնել հաստ ոռը կերան, կարող էին հանգիստ 2019-20-21 թվականներին դատապարտվեին ազատազրկման իրենց կատարած հանցագործության համար։ Հիշեցնեմ, որ 21 թվականին ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը խնդրում էր հայ ժողովրդից պողպատե մանդատ, որպեսզի կարողանա դատել կաշառքով անցնող Ռոբերտ Քոչարյանին, Մայր Հայաստան կուսակցության ղեկավարին, ովքեր 3 Վարդան Ղուկասյանին բոռում էին դու Նիկոլ ես, Խաչատուրովին, Ռուզիկիս ամուսնուն եւ այլն։ Հայաստանի Հանրապետության ազգաբնակչությունը գնաց եւ երկրորդ անգամ ձայն տվեց Նիկոլ Փաշինյանին, տեսնելով Նիկոլ Փաշինյանի ձեռքի կարմիր բանտիկով չագուջը, ուրաքեր չագուջեր, չէ՞, որպեսզի ունենա պողպատե մանդատ, որ կարողանա դատել Ռոբերտ Քոչարյանին։ Ես հիմա դիմում եմ կոնկրետ, ինչ շատ մի հատ ընկերուն եմ, Պապային, Ռուբոին, որը Միացյալ Նահանգներում է, Ռուբո ջան, ողջույն, ուշադիր լսի ինձ։ Որտեղ ինքը ամենա յարի պակլոննիկնա Բաղդասարյան Ռուբեն, Նիկոլ Փաշինյանի։ Հիմա Հայաստանի Հանրապետության դատական համակարգը ձգեց, վաղեմության ժամկետը անցկացրեց, հիշեցնում եմ, չարդարացվեց Ռոբերտ Քոչարյան, այլ վաղեմության ժամկետով, այո, դու կաշառքը վերցրել ես, $3 միլիոն լավ ես արել, վաղեմության ժամկետը անցավ, դավայ, հաջողություն ձեզ։ Նույն ձևով էլ վաղեմության ժամկետն անցավ, հաջողություն Սերժ Սարգսյանին։ Դա հիմա հարց։ $3 միլիոն մարտի 1, 10 զոհ եւ այլն։ Արմեն Գևորգյան եւ Ռոբերտ Քոչարյան չենթարկվեցին պատասխանատվության։ Արման Մկրտումյան, Տիգրան Առաքելյան գտնվում են Բերթերում, Անդրանիկ Արմանդարյան մինչև հիմա բանտում են, չկատարած ոչ սոցիալապես վտանգավոր, հանրորեն վտանգավոր, ոչ մի բան չեն արել այդ մարդիկ։ Ուղղակի կապ են ունեցել Վարդան Ղուկասյանի հետ։ Համ տարեկողել են ծակը, այս 8 ամիսը, համ խոշտանգել են եւ խոշտանգման համար էլ պատասխանատվություն չեն կրում։ Իսկ երեք իշքան բոզի տղակար քսի փող վեգալած քսի էին տվե ին վրեն։ Կարմիր գծեր, կողեմ ձեր կարմիր գծերը դեղին էլ վրա դեր։ Բա հիմա ուր եք։ Այդ նույն Մայր Հայաստանի պոռնիկի տղեկը, որ բոռում էին դոկ դու Նիկոլ ես։ Բա հիմա ուրա, ես եմ Նիկոլ, թե ձեր սիրելի Ռոբերտ Քոչարյանը։ Արմեն Գևորգյան, Խաչատուրով, Սերյան Մուշեղիչ եւ այլն։ Ես կարմիր գծերի աչոտը տվեցի։
որ փաթեթով բերել են առանձնացնելու տարբերակ չկար։ Ես գիտեի առանձինը, եթե առանձին կար, բնականաբար քվերկվելու էր դեմ։ Կողեմ ձեր կարմիր գիծը։ Ցանկացած թանկացման ես դեմ եմ, պրիտոմ չհիմնավորված, բայց բերվել է փաթեթով, չես կարա մեջից հանես։ Եվ այն մարդիկ, ովքեր որ ինձնից հիասթափվում էին, ես հիմա այդ հիասթափված մարդկանց ուզում եմ հարց տալ։ Հիմա գոնե հասկացաք։ Չէ, հասարակ անալիզ, ես աչոտը տվեցի, չէ, որ սենց է։ Իսկ փետրվար մարտ ամսին, երբ որ ես միանշանակ 100% համոզված եմ, որ կենտրոնը չի բեռնաթափվելու։ Հանրային ձայնի ավականին ոնց գնաց է նստելա, նույն ձևել մարտ ամսին մի շոտություն ներկայացնելու հանել կարմիր գծերը։ Եվ այն ժամանակ ես մնացած արդեն կասեմ եւ կտենանք ինչա տեղի ունենում։ Ես ունեմ աչոտը տալու, ուղղակի մի փոքր համբերություն է պետք։ Իսկ այսքանից հետո արդյոք կան մարդիկ, ում թվում է, որ Մայր Հայաստանը ընդդիմություն է $3 միլիոն, Սերժ Սարգսյանը ընդդիմություն է, Ազգովի մերժեցինք Սերժին, մեկ վայրկյան անգամ չնստավ։ Մեկ վայրկյան, Անդրանիկ Արմանդարյանը դատավորին նկարա գրգե, 9 ամիսը փդմա։ Տիգրան Առաքելյանը բան չի գրգե։ Չկա հեռախոսի մեջ դաժե մի հատ hello կամ good day բառը չենք թե որ գրած լինի Վարդան Ղուկասյանին տարան մորթին ավիրին ջնջխին փրթին բերթը քծածա Արման Մկրտումյան գլխին սարքին փողա ուզե այն մեկ ասում 60 փաստաբանակողից ասում սա հալուշ այնա նստածա Եպես շարունակ Դոկի քերերին թողել են Հելելեին ելույթ էին ունենան որոշակի բոզի տղեկ Մարտի 1, 3 միլիոն եւ այլն նստան Դատվան չասում Վաղեմուսան ժամկետնացել Չտնեիք ձեր ոռների տակ չնստեիք Վաղեմուսան ժամկետը չեր ասնի Ընգեշ Նիկոլի արդարադատություն 2019 թվին հարուցել ես 19, 20, 21, 22, 23 5 տարի Ում էիր սպասում Այսինքն Ռոբերտ Քոչարյանը Խաչատուրովը ով մարտի 1-ին եղել է պարեկը Երևան քաղաքի Ես հիշեցնեմ որ մարտի 1-ին Վարդան Ղուկասյանը ձեր խոնարհցարան ամբողջ ռազմական ոստիկանության հետ միասին եղել ենք հանրապետության հրապարակում Ես բացահայտ մի քանի անգամ դրա մասին հայտարարեցի Պրիտոմ տվեցի հրապարակային ցուցմունք դեռ 2018 թվին երբ նոր տեղի էր ունեցել այս սիրո թավշա հեղափոխությունը Կալինինգրադ իմ տան մեջից սպիտակ պատերով սպարտիվ կենհակս մտա եթեր հաղորդում տվեցի որ այդ օրը մարտի 1-ին մենք եղել ենք կառավարության դեմը շարված զինված դուրս եկավ շենքից այն ժամանակ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետ Վլադիմիր Գասպարյանը բոլորիս կանչեց իր մոտ եւ ասեց նախագահան ստորագրել է հրաման կրակ բացելու Արմենիա հյուրանոցի մոտից առաջ եկան երևացին կամ առաջ եկան բացում է կրակ բայց հանուն ազնվության պիտի ասեմ մարդ ասեց կրակը մեկ ոտերին Ես էլ ասեցի Ստեղ մարդիկ կա, որ ասենք 60-ից 50-ից մարդիկ ոտերին մատուցան մեջ ինչ թարեն կրակը ու մենք մեր մեջ Զուպի ժողովրդով, քերականի, մանուկյան աշոտ, ծացուրան աշակ, կաչներ, էսերեներ, դաժե փեսեները տևովայի Մեկն է մեջ պանարը, որ չենք կրակելու ժողովրդի վրա Կկրակենք միայն են դեպքում, եթե փորձել մեր ձեռից զենքը խլել Դաժե այս հարցով լրագրողները հարց տվին MVD-ի մինիստր Օսիպյան իրենացին դոկը տենց հայտարարություն արել ինչ եք մտադիր անելու Եվ ոչ հակակոռուպցիոն կոմիտեն ոչ հատուկ հնչական ծառայությունը չփորձեցին անգամ տեսակապով կապ հաստատեին Վարդան Ղուկասյանի հետ ասեն մի հատ ցուցմունք կտաս Ես էլ կասեի սիրով
Անուններ կտայինք, այս մարդն ա եղել, այս ա եղել, այն ա եղել, այն ա եղել, կանչեք բերեք։ Այդ օպերները, ովքեր որ այն ժամանակ օպեր են եղել, կգային, որ մի օպերը կասեր չէ, կասեր առերեսում են պահանջում, կամերան դնում են, առերեսում անում են, կասում են տղա ջան, մենք կտենք, այտենց բան ովան չի ասի։ Վստահ եմ, մեծամասամբ ասելու էին այո։ Ստեղ Գասպարյան Վովայի մեկն էլ չկա։ Գասպարյան Վովան Ետիմաշկելուսը չէ այդ բոզի տղեր, բայց մարդ ասեց, նախագահան ստորագրել է։ Կրակ։ Մարդն էլ իջավ կառավարության շենքի մեջ, ասեց կրակում վրա, սեփական ժողովրդի։ Ինչի համար, որ չմտնան կառավարության շենքին։ Իսկ կառավարության շենքը լցված էր Ղարաբաղից բերած սպեցնազով, զինվորականներով։ Ամբողջ կառավարության շենքը վերերացվեց գոմի։ Ամբողջ կառավարության բակը հետևը լցված էին ՊԲ համարներով, մեքենաներ որ ներկացա ՊԲ սատկոները տակնել Սև համարը, պնը, խպել էին կեղծ սև համար, մտում սա պնեինը, բայց կանի որ ներկաց համարը կուզովի վրից չէին կարա մակնեին, գրացեր բան, բը, հազարավոր կադրեր կան, վիդեոներ կային։ Ռազմական ոստիկանության 7 աշխատողներից մեկուսի հանի նկատողություն տնի, որ շշ էին շպրտե Ղարաբաղցիքի վրա, Ղարաբաղի սպեցնազի, որովհետև իրենց անվայել էին, թշնամաբար էին պահում երևանցի եւ հայաստանցու նկատմամբ։ Դիպուկահարները նստած էին կառավարության շենքի վերևը, որ աչուց զաղբան մաղելու էին, գնդացիրով, նստած էին բալկոնում, գնդացիրով, պեկայով։ Եվ այս ամենը փակվեց։ Չկա, մարտի մեկ չի եղել։ Ու պրիտոմ, մարտի մեկով անցել է նույն ինքը Նիկոլը։ Հիմա ոնց որ ես վաղը մյուսօր գամ, ինչ շորթումով, իմ գլխին սարքած քննիչին, Արտակ Հարությունյան, մինչև հիմա հիշում եմ, որ էլ չի աշխատում, միևնույն նորից է դատվելու։ Այն մի հատ են բանը բուղակար հատուկ քննչական ծառայությունում, ինչ է դրա զգանում եմ։ Ես ակա հիշեմ, այդ բանը բուղեն, որպես բա քննիչ, դատավորը իմ, Այն բոլոր են ոստիկանները, որոնք որ անցել են իմ քրեական գործով այդ կեղծ վկաներ, մկաներ, դրանք բոլորը դատվելու են։ Վաղեմից ժամկետ քնող չկա, հազարական ներողություն։ Ու ես գամ սուս նստեմ ասեմ, ապրի, դատախազես ինչ է, բոզի տղեն, Վահագեն ինչ ղախպի տղա է։ Դե հիմա դատել է, դատախազ Վահագը ցմա գնալու է։ Դու սարքել ես երկրի ապագա վարչապետի գլխին ու դա պետք է դատվես։ Գործող վարչապետ ես, տանամ կեզ բերդ, պչացրին, ծեցին, 10 հոգի մեռավ, ջարդին, փշին, ավիրին, կրակին ժողովրդի վրա։ Սուրս մա, վաղեմության ժամկետով, Խաչատուրովը, Սերյան Մուշեղիչը և մյուսները արդարացված են։ Աներողություն կարճված է գործը։ 3 միլիոն դոլարն է Ռոբերտ ջան, որ վերցրել ես, լավ ես արել, բարով այել ես։ 3 միլիոն դոլար որ վեկալ եմ Նոբարաշեն քերակատարողական հիմնարկի դատապարտյալների վրա բաժանեմ, կարող է չլինի։ Այն հարիվները որ նստած են կոպեկների համար։ Վաղեմության ժամկետն անցավ։ Բա հիմա մայր հայա թևավոր բոզի տաղա։ Դե աչոտը տուր։ Հիմա դուք եք նիկոլական, թե ես։ Կարմիր գծերով որոշում նիկոլական ալնելը։ Հա, ես կարմիր գծերի բան պատասխանը կտամ 3 ամսից։ Իմ դեմ քվեարկելով, այո, անցել է։ Ես դրա պատասխանը կտամ։ Այսինքն մի պահ տվեցի, աչոտը, մյուսը կտամ 3 ամիս հետո։ Երբ որ Երևանը կենտրոնը կմնա նույն իրավիճակին, ոնց որ հիմա ես մի վարքյան անգամ չեմ կասկածում, որ կենտրոնը չի բեռնաթափվելու, ուղղակի փաթեթը պիտի անցներ, փաթեթը թո անցնի։ Որտեղ չէի կարա Երևանցիներին զրկել նրանից, ինչը որ կողել էին փաթեթի մեջ, հետո ասեն դուք զրկեցիք։ Բոյկոտ։ Հենա 5 տարի ազգային ժողովում բոյկոտ է այդմ։ Ղարաբաղ կորցրինք, 5000 կորցրինք, 15000 հաշվանդամ ունեցանք, միլիարդներ են կորցնում, բուժվարչություն են կորցնում, դատական համակարգը իրար ջան լսելով, բոյկոտելով, գփսնելով, մորը ծսնելով այդմ են։
պետության։ Պրոստը հիմա իրանց մոտ դիսկոմֆորտ է, որ արանքը մտել է ինչ-որ մի հատ նոր ուժ ու դառնում է ռեալ ընդդիմություն ես բոլոր բոզի տղեկին։ Բոյկոտ։ Ասել եմ եւ նորից եմ ասում, բոյկոտը դա ծայրահեղ քայլ է, ծայրահեղ, որին որ պետք է գնալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, երբ որ այլևս ճարճունես ուտուժում են հասարակության լայն շերտերը, ամենալայն, ոնց որ կամ տրանսպորտի թանկացում կամ կարմիր գծեր, բնականաբար կարմիր գծեր, Բենթլիներով, ջպերով, ռենջերով, ящикներով ֆրանսողները թո օրը 400 դրամով դնեն մի կողմ, իրանց կանատեղին վճարեն, քան թե հասարակ ժողովուրդը թանկացնեն տրանսպորտը։ Ես այսպես եմ մտածում։ Իսկ բոլոր այն լրատվամիջոցները, որոնք որ հարցեր ունեն հանրային ձայնին, ամսի 28-ին դեկտեմբերի 2023 թվականի ժամը 12:00-ին Երևանի քաղաքապետարանի 120 սենյակում հրավիրված է մամուլի ասուլիս, հանրային ձայնի ավականին հանդես կգա հաշվետվությամբ։ Հարգելի լրագրողներ, թիրի 5 եւ այլն, խնդրեմ, եկեք, գնացեք, ձեր հարցերը տվեք ավականուն։ Եվ թողնենք ավականին բնապատասխանի, ինչ արե, ոնց արե, խի արե, ումից արե, ինչի սենց էլա, ոնց էլա, ու վաբշե ինչ արե վերջի 3 ամսվա մեջ։ Եվ ավականու կատարած աշխատանքը դուք կունենաք հնարավորություն համեմատելու մյուս ավականիների կատարած աշխատանքի հետ։ Եվ ձեր գնահատականը հուսով եմ օբյեկտիվ կտապեք։ Ինչպես նաև ունեք եզակի հնարավորություն ընկերլրատվամիջոցներ տեղում հարց ու պատասխանով ճշտելու ձեր ուզածը Երևանի հանրային ձայն ավականուց։ Եվ մյուսը, ինձ շատ են դիմում խնդրանքով, հարցով, թե երբ է լույս տեսնելու ձեր գիրքը, ամենափնտրված չհանցագործը, հարգելի ընթերցասեր հասարակություն, ամենափնտրված չհանցագործը գրքի վաճառքը սկսվելու է 2024 թվականի հունվարի 15-ից հետո։ Այս պայդրությամբ գիրքը վաճառքում չկա։ Գիրքը վաճառվելու է ինտերնետ տարբերակով, այսինքն դուք ինտերնետից եք դա հնարավորություն ունենալու գնելու եւ առաքվելու է աշխարհի ցանկացած անկյուն։ Դա կլինի Ռուսաստան, դա կլինի Կանադա, Ֆրանսիա, թե որտեղ արենք։ Առաքելու ինտերնետ վաճառք, մի խոսքով։ Այս պայդրությամբ այն չկա, որովհետև ինձ անդադ ասում են գիրքը ժողովուրդ ջան, գիրքը դեռ չկա։ Հունվարի 15-ից հետո այն կլինի վաճառքում։ Ես փորձեցի մաքսիմալ հանգիստ գրական լեզվով բացատրել մեկու մեջ հավյանքներ եղան, որի համար ներողություն, ես շատ կուլտուրական մարդ եմ, մեր հասարակությանը, որպեսզի մեր հասարակությունը հասկանա եւ եւս մեկ անգամ չտրվի մանիպուլյացիաներին։ Այն որ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, այս երկու բոզի տղեկի մոտ աշխատում են բավականին լուրջ ինստիտուտներ, ոնց խաբել, ոնց ազդել մարդկանց հուզմունքի վրա, ոնց մանիպուլյացիաների ենթարկել, տարբեր անհատներով, լրատվամիջոցներով, կայացած չկայացած բլոգերներով, հանրային դեմքերով, սրան տանեն փող տանասեն քսի, նրան տանեն փող տանասեն տպի, նրան զանգեն ասեն սենց հասան, հենց հասա, դոկ դու Նիկոլես եւ այլն։ Ես հասկացող, ընկալող մարդկանց համար բացատրեցի, արդեն երկրորդ օրն է ես բացատրում եմ։ Ոնց, ինչ եւ այլն, որ դա փաթեթ էր, բոյկոտելով հարց չի լուծվում։ Ընդունվեց այդ ձեր ասած կարմիր գծերի թանկացումը, ովքեր որ 12000-ից 160,000 դրամ, այո, դա ոռի բան է։ Ես դրան եմ դեմ, բայց առանձին դրան դա բոյկոտել հնարավոր չէր։ Բոյկոտելու է Երևան քաղաքի բյուջեն սաղ 2024 թվի, լիֆտեր, մանգոներ եւ այլն։ Հիմա Սիսի բոզի տղեն ասում է, որ դա բեռնաթափելու է կենտրոնը, բարի, 3 ամիս 90 օր Սիսին ժամանակ։ Տենակ, բեռնաթափումը թե չի բեռնաթափում։ Չբեռնաթափեց, միշտորտում է հանրային ձայն ավականին հանել կամ իջեցնել նորից 12,000 կամ առասարակ սիկտիր անել կարմիր գծերը։ Չի անի, դրան համահունչ պատասխանը կստանա եւ կանի։ Եվ եթե հանկարծակի փորձեն թանկացնել տրանսպորտը,
որը որ այս նախապայմանն է դրվել, տրանսպորտը չի թանգանում այդ գծերի համար, այն ժամանակ այո, Վարդան Ղուկասյանը կգնա բոյկոտի, բայց այդ ժամանակ ես վստահ եմ, որ ռոբասերժական բոզի տղեկը գալու են լցվեն դալիճի, որովհետև այդ տրանսպորտը, որը որ պիտի թանկանա, դրա թեման գնամա, այդ միկրոավտոբուսներ, խերես գլոխներ եւ այլն, ամբողջ գծերը պատկանում են իրանց նախկիններին։ Այդ գազելները, Տարոն Մարգարյանի գից, Գալու Սահակյանի գից, չգիտեմ այնտեղ ելով է դրանց այդ բան պատկա, Ձերժավայի Սլավիկի գից, սա իրանց բանը գծերն է։ Այս ժամանակ, այո, չեմ կարծում, որ այս ավականին դեմ լինի, որովհետև իրանց ջեբին է խփվում։ Կար Չարիքի նվազագույնը 160,000 դրամներ, այլ տարբերակ չկար, իսկ Սիսին հանել դեմի մի տարին հնարավոր չի, սիրելի բլոգերներ, մարդը մի տարի անձեր մխելի է նշանակվելու պահից, ուզում ես բոյկոտի, ուզում ես քաքսկես, չես կարող անես, որ մտել էին բարձր առոգանությամբ ելույթ էին ունենում աչուձախ, ու տպամ էին, նորից ամսի 28-ին հրավիրում եմ ձեզ ժամը 12:00-ին Երևանի քաղաքապետարան 120 սենյակ Մամլո Ասուլիսի, ընկեր լրագրողնիկ, այսօր այսքանը, հաջողություն ձեզ։